Երիտասարդ կատարողներն ուդը, կանոնը, դհոլդուդուկը գրկած լարված սպասում են իրենց ելույթին։ Մասնակցում են հայրենիքը, արվեստն ու ես մրցույթ տուգատեսին։ Մասնակիցների լարվածությունը թուլանում է, երբ նրանց մոտենում ու ոգևորում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։ Ցույց տվեք են ինչ որ սովորել եք այս ընթացքում։ Հա, ոչ մեկ ձեզ չի դատելու, մենք ձեզ սիրում ենք, ժյուրին էլ շատ սիրում է ձեզ ու լինելու է շատ հետաքրքիր մի բան։ Ես սկզբից կանոն չէի սիրում։ Իմ պապիկիս երազանքը, որ իր թորնիկներից մեկը երգեր, մեկը կանոն նվագեր, ու տենց գնացի կանոն, հետո սիրեցի։ Մրցույթն իրականացվում է Հայաստանի երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ ծրագրով, բաղկացած է 3 փուլից։ Հիմա ընթանում է մրցույթի երկրորդ փուլը, այս օրերին երևանյան լսումներն են ընթանում և մարզերում արդեն գրեթե բոլոր մարզերում եղել ենք, մի քանիսն է մնացել, որտեղից արդեն ընտրված երեխաները պետք է մասնակցեն աշնանը երրորդ եզրափակիչ փուլին։ Հանձնախմբերն այցելել են հանրապետության արվեստի դպրոցներ, ունկնդրել շուրջ 5100 աշակերտի, ծանոթացել կրթօջախների կարիքներին ու պահանջներին։ Մասնագետները նաև վարպետության դասեր են անցկացրել մանկավարժների և տնօրենների հետ։ Տարիներ առաջ երաժշտական դպրոցներում հատկապես ուդ, քամանչա, թար, այդ նվագարանները ավելի քիչ էին, քան թե հիմա։ Ցանկալի է հիմա էլ շատ լինեն, բայց այստեղ տեխնիկական հարցեր կա կախված նվագարանների հետ։ Նվագարանների ձեռք բերում, որտեղ եթե երեխան դպրոց է գնում, ինքը չի կարող դեռ գնել, որտեղ չգիտի շարունակի թե չէ։ Ուրեմն պետք է դպրոցը արվեստի կամ երաժշտական դպրոցը իրաց տրամադրի։ Այս ծրագրով նախարարության մասնագետները կկարողանան ամբողջական պատկեր ունենալ, ինչն էլ հնարավորություն կտա լուծել երաժշտական և արվեստի դպրոցներում առկա խնդիրները։ Լսումների արդյունքով պետք է ընդհանուր քարտեզագրում տեղի ունենա ամբողջ հանրապետությունում, բոլոր երաժշտական դպրոցներում, տեսնենք թե որ գործիքի ուսուցումը ինչ մակարդակի վրա է եւ որտեղ ինչպես են ուսուցանում այս գործիքները։ Աշնանը եզրափակչի հաղթողներն ու նրանց ուսուցիչները կարժանանան դրամական պարգևների։ Մասնագետները վստահ են, խրախուսական միջոցառումներն ու ուսումնական պայմանների բարելավումը կնպաստեն արվեստի նկատմամբ երիտասարդների հետաքրքրության բարձրացմանը։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։